թող այսօր նաև այս հաղորդումը դիտող ոստիկանն էլ հասկանա մեր եւ այդ անօրենների տարբերությունը։ Ես նաև կուզեմ հատուկ հարգանքով գնահատանքով արտահայտվել են ոստիկանների նկատմամբ, ոչ առանց համազգեստի։ Առանց համազգեստի ոստիկանները ուղղակի խուլիգանաբար էին իրենց պահում, բայց համազգեստով իրենց ծառայությունը իրականացնող ոստիկաններին իմ հարգանքն ու խոնարհումը, որոնք նաև այդ օրը բռնության ենթարկվեցին հակաեկեղեցական ամբոխի եւ իրենց ուղեկցող անօրեն ոստիկանների կողմից։ Դրանք ոչ ոստիկանական համազգեստովների կողմից էին։ Այո, ոստիկանական պատը բացվեց, ուղակի կոտրվեց, հրմշտելով, հարվածելով այնտեղ իրենց ծառայությունը իրականացնող ոստիկաններին եւ ոստիկանները կաշկանդված էին իրենց նկատմամբ իրենց վերաբերմունքը ցույց տալու եւ տեսանք երկու տեսակ իրավապահներ օրենքը պահող համազգեստով իրավապահներին, որոնց հարգանքս ու խոնարհումս եմ ուղղում, եւ առանց համազգեստի քաղաքացու անվան տակ ծպտված բարձրաստիճան անօրենների։ Իսկ ո՞նց էին տարբերում, օրինակ վեհապարի դեմ էին այդ բերման ենթարկվողները շատ քաղաքավարի, այո, ասում էին վեհապար Հայրապետի կողմնակից եք թե Նիկոլի, ասում էին վեհապար Հայրապետի իրենց բերման էին ենթարկում, ասում էին Նիկոլի, ասում էին ազատ քեզ զգա։ Հենց այդպես։ Հա, շատ բարձ, այդ բարդ չէր այդտեղ։ Աշկովս եմ տեսել զանգակատան տակ, ասում էին ում կողմնակից ես, եթե փորձում էր վեհապար Հայրապետի կողմնակից եմ, չասեր վեհապար Հայրապետի կողմից եմ, ասում էր քրիստոնյա եմ կամ հայ եմ։ Այդ երկու դեպքում էլ եթե բացի նաև վեհապարի կողմնակիցից ասում էր հայ եմ կամ քրիստոնյա եմ, որտեղ մեր կողմից ոմանք փորձում էին սենց բերման չենթարկվեն, չասելով ուղիղ վեհապարի կողմնակից ենք, ասում էին հայ եմ, իրենց էլ էին անմիջապես ձերբակալում, այսինքն երեք տեսակ այնտեղ մենք հավատարիմներ ունեինք, հայերը, քրիստոնյաները եւ վեհապարի կողմնակիցները, իրենք բերման ենթակա էին, իսկ ովքեր էին ուժայինների պաշտպանությունը վայելում, կարգալույցները, տիրադավները եւ հարբած խուլիգանները։